Սիրելիներս պատրաստում ենք սինի տորտ, որի համար մեզ անհրաժեշտ է հավկիթ 5 հատ սենյակային ջերմաստիճանի, 250 գրամ հալածյու և 250 գրամ շաքարավազ, 1 թեյի գթալ սոդա, կես թեյի գթալ վանիլին և իհարկե մեզ անհրաժեշտ է ալյուր։ Ալյուրը ավելացնում ենք այնքան, որպեսզի ստանանք փշրվող խորիզանման խմոր։ Դուք էլ ինձ հետ պատրաստեք սիրելիներս, հաստատ չեք փոշմանի։ Արդեն կոտրել եմ 5 հատ ձուն, ավելացնում եմ 1 բաժակ շաքարավազը և հարում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված։ Շատ չենք փրփրացնելու, կարող եք հարիչի օգնությամբ հարել, կարող եք հարել նաև ձեռքի հարիչով։ Ձուն և շաքարավազը լավ հարված են, հիմա ավելացնում ենք կես թեյի գթալ վանիլին և 1 թեյի գթալ սոդա և նորից լավ հարում ենք։ Զանգվածը մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք 250 գրամ հալած յուղը։ Ավելացնելուց հետո խառնում ենք այնքան, որպեսզի բոլոր բաղադրիչները խառնվեն իրար և ստանանք արդեն միասեռ, միատարր զանգված։ Ինչպես տեսնում եք, մեր զանգվածը արդեն պատրաստ է, հիմա ավելացնում ենք ալյուրը, վերցրել եմ տուփով ալյուր Բաղրամյան ապրանքանիշի, ավելացնելու ենք մազ-մազ խառնելով, որպեսզի ստանանք փշրվող փափուկ խմոր։ Խառնելու ընթացքում եթե գնդիկներ առաջանան, չխառնվեք իրար, քանի որ դա նորմալ է։ Ամբողջ ալյուրը ավելացնելուց հետո արդեն կտեսնենք փշրվող փափուկ խմոր առանց գնդիկների։ Սկզբում ստանում ենք փշրանքանման զանգված, այնուհետև հավաքում ենք այսպիսի կլորի գեղեցիկ խմոր։
Խմորը տեղափոխել եմ տապակի մեջ, ամբողջությամբ տարածել եմ, հիմա պետք է պատառաքաղով գեղեցիկ նախշեր անենք։ Նախշերը կատարելուց հետո վրան քսում ենք հավկիթ և տեղափոխում ենք ջեռոց 220 աստիճան ջերմաստիճանում 15-ից 20 րոպե թխվելու։ Սիրելիներս, մի հատ մեր ոսկեգույն թխուկին նայեք ինչ լավակարմրել, ինչ գեղեցիկ տեսք ունի։ Չեմ թողել, որ շատ մքվի, որ իր գեղեցկությունը այսպես պահպանվի։ Հիմա միասին կկտրենք, ներսն էլ կտեսնենք, ամբողջ տունը այս համեղ թխուկի հոտնաբուրում։ Մինչ ձեզ հետ կիսվեցի նախորդի գեղեցկությամբ, այս մեկն էլ արդեն պատրաստ է, սիրելիներս, կթողնեմ ջեռոցի մեջ ողջ գիշեր։ Այստեղ կտորների եմ բաժանել մեր համեղությունը, դրել եմ տոպրակի տակ, որպեսզի չչորանա և փափուկ մնա։ Եթե հավանեցիք, դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, սիրելիներս, մեկնաբանությունների բաժնում գրեք արդյոք լավ ստացվեց մեր այս համեղությունը, թե ոչ։ Եթե ունեք ձեր տարբերակը, գրեք, սիրով կտեսնեմ, կփորձեմ, ինչու չէ։ Սիրում եմ բոլորիդ, գրկում եմ բոլորիդ, մնաք բարով, սիրելիներս։